Այսօր մեդիա բովանդակությունն այլևս լրագրողների մենաշնորհը չէ։ Նոյեմբերի 8-ից 15-ը Հայաստանում հայտարարված մեդիա քրագիտության շաբաթի շրջանակներում Գյումրիում մեկնարկեց մեդիա քրագիտությունը սոցիալական փոփոխություն գործիք խորագրով քննարկում հանդիպումը, որն իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ հանրային լրագրության ակումբի ջանքերով։ Գյումրին շատ կարևոր է որպես երկրորդ ամենամեծ քաղաք, մշտապես լինի ուշադրության կենտրոնում եւ Գյումրին ունի բավականին հարուստ մեդիա նաեւ մշակույթ եւ հետաքրքրված երիտասարդություն ու ակտիվ համայնք եւ այդ համայնքի հետ երկխոսությունը անչափ կարևոր է մեդիա ոլորտին առնչվող մարտահրավերների հետ կապված եւ այդ մարտահրավերների համար լուծումներ գտնելու։ Միջոցառումը միավորել էր լրագրողներին, մեդիա մասնագետներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ուսանողներին եւ համայնքային դերակատարներին։ Ներկային նաև Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դավիթ Արուշանյանի խոսքով Գյումրին միայն հարուստ մեդիա մշակույթով չէ, որ աչքի է ընկնում։ Գործընկերներ հասկացել, որ մեր Գյումրու մեդիա քրագիտությունը եւ օբյեկտիվությունը մեր լրագրողներին շատ ավելի բարձր մակարդակի վրա է, բայց այդտեղ պիտի հասկանանք թե ինչու, որովհետեւ մենք ընդհանուր անուն ենք տանում մեդիա քրագիտություն, մեդիա, բայց այդտեղ պիտի հասկանանք արդյոք շատ ու շատ մարդիկ մեդիա են համարում, որովհետեւ ունեն հեռախոս, ունեն տեսախցիկ, ունեն կայք, ու իրենք համարում են մեդիա ռեսուրս կամ մեդիա դաշտի ներկայացուցիչներ։ Եվրամիության դեսպանը եւս կարևորեց մեդիայի դերը մեր այսօրվա իրականությունում, իսկ մեդիա քրագիտությունը կենսական նշանակություն ունի իր խոսքով։ Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպության ղեկավար Սեդա Մուրադյանի խոսքով այս հանդիպումը երկու թեմայի շուրջ էր։ Առաջին թեման մեդիա քրագիտությունն է։ Երկրորդ թեման դա ներառականությունն է մեդիա բովանդակության, որպեսզի լսելի դառնա հասարակության յուրաքանչյուր խմբի անդամի ձայնը այս կամ այն թեմայի շուրջ։ Սա նույնպես կարևոր սկզբունք է։ Հանդիպմանը բանախոսներ անդրադարձան թվային գործիքներով համայնքային պատմությունների ներկայացմանը, քննարկելով թե ինչպես պատմել համայնքային պատմություններն ու պահպանել հավասար տեսանելիություն։ Խոսեցին գործիքակազմերի մասին, որոնք կօգնեն մեդիա բովանդակություն ստեղծելիս։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան, այսօր։